Ժողովուրդ դուք բոլոր ձեր աչքի առաջ ա եղել 2020-21 թվականից ինչքան հայհոյանք, ինչքան թուքումուր, ինչքան մեղադրանք այդ ամեն ինչի միջով անցնելով մենք կայացրել ենք որոշումներ եւ ես կայացրել եմ որոշումներ որոնց արդյունքում շատ բարդ, շատ դժվար, համոզված եմ ձեզնից շատերն էլ այդ որոշումները իրականացման պահին հնարավոր է չի հասկացել, չի ըմբռնել, չի ընդունել, բայց ես գնացել եմ այդ ճանապարհով, գնացել եմ ամենադժվար ճանապարհով, կայացրել եմ ամենադժվար որոշումները եւ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Բայց ելի իմ հարցը հետևյալի մասին է ժողովուրդ, ինչի համար եմ ես այդ ամեն ինչը արել, ինչի համար, հանուն ինչի եմ ես այդ ամեն ինչը արել, ես այդ ամեն ինչը արել եմ մի բանի համար, որովհետև սիրում եմ բոլորիդ, որովհետև ես համարել եմ, որ իմ պարտքն է կայացնել այնպիսի որոշումներ, որ ուրիշ որևէ մեկը չի կայացնի, եւ ես այսօր հպարտությամբ եմ եկել եւ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում մենք 2021 թվին եկանք ձեզ ասեցինք ապագա կա, դուք մեզ հավատացիք, այսօր ես հպարտությամբ եմ եկել ձեզ ասել, որ այդ ապագան եկել է, այդ ապագան այսօր է, այդ ապագան հիմա է, մեր բազմահազարամյա պատմության մեջ ապագան միշտ մեզնից հեռու ինչ-որ մի բան ա եղել, որին մենք այդպես էլ երբեք չենք ասել, սա մեր պատմական հազարամյա պատմության մեջ բացառիկ դարաշրջան է, երբ որ մեզ եւ մեր ապագային ոչ մի տարածություն չի բաժանում, հասկանում եք, մենք հիմա այլևս կարիք չունենք երազել ապագայի մասին, մենք հիմա կարիք չունենք մտավախություն հայտնելու, մենք կհասնենք ապագայի, թե չէ, որովհետև մենք այսօր ապագայի մեջ ենք, եւ այն փաստը, որ 2025 թվականը առաջին տարին է, երկու բանով առաջին տարին է 2025 թվականը, 3 բանով առաջին տարի, չնայած որ շատ մտած եմ 4-5-6-ն է, բայց 3-ի վրա կենտրոնանամ, առաջինը 2025 թվականը Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին օրացուցային տարին է, որ մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ժողովուրդ։ 2025 թվականը առաջին տարին է, որ մենք խաղաղություն ենք ունեցել ժողովուրդ։ Եվ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում, երբ որ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելի մեծ է, քան Հայաստանից հեռացած։ Եվ ես ձեզ եկել եմ ասելու ժողովուրդ, որ արտագաղթը կանգնել է, արտագաղթը այլևս չկա, այլ կա ներգաղթ Հայաստանի Հանրապետություն, այս է ապագան, որովհետև մենք հիշենք, տարիներով ենք երազել, մտածել, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, ժամանակ կլինի, որ մենք զոհ չունենանք, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի, մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես կլինի, որ մենք խաղաղություն ունենանք, եւ մենք ասել ենք, այո, ապագայում երևի կլինի, եւ մենք մտածել ենք, ասել ենք, տեսնես տենց տարի կլինի, որ արտագաղթ չլինի, այլ լինի ներգաղթ, եւ մտածել ենք, ասել ենք, այո, երևի ապագայում կլինի։ 2025 թվականին մենք 3-ն էլ ունեցել ենք, հիմա մենք 3-ն էլ ունենք, դա նշանակում է, որ մենք ապրում ենք այլևս այն ապագայի մեջ, որը ուզեցել ենք, որը ցանկացել ենք եւ որի մասին երազել ենք։ Բայց հիմա ինչքան էլ տարօրինակ թվա, այդ ապագան դուր չի գալիս ոմանց, մասնավորապես պատերազմի եռագլուխ գուսակցությանը դուր չի գալիս եւ եռագլուխ մաֆիային դուր չի գալիս
Գիտեք ինչի դուրս չի գալի ժողովուրդ ջան, որովհետև 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար մտել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ են գումարներն էր, որ հեղափոխություն չլինելու պարագայում շարունակելու էր հոսել ձեր մարդկանց, ավելի կոնկրետ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ եռագլուխ մաֆիայի գրպանները։ Նրանք 2018 թվականից Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան 6.6 միլիարդ դոլար փող են կորցրել այդ մարդիկ, որովհետև այդ փողը գնում էր իրանց գրպանը, դառնում էր իրանց դղյակներ, այսօր դառնում է դպրոցներ, դառնում էր իրանց համար ցանկապատներ, այսօր դառնում է ճանապարհներ, դառնում է իրանց համար բաներ, խորովածանոցներ, այսօր դառնում է մանկապարտեզներ, դառնում է իրանց համար, դառնում էր, լսեք, այդ մարդիկ գալիս էին 10,000 դրամի բարեգործական իբր իրա թոշակառուներին եւ մյուսներին փող էին բաժանում, 1 միլիոն դրամի ռեկլամ էին նկարում եւ հեռուստացույցներով ցույց տալիս։ Եվ սա այդ մարդկանց ձեռ չի տալիս, դրա համար է, որ նրանք այսօր էլ նոր խոսույթ են հորինել։ Տեսեք, ես Հայաստանի 8600 քաղաքացու առաջի անգամ վերադարձրել եմ, մենք բերել ենք մեր քաղաքականություններով, վերադարձրել ենք Հայաստան։ Նրանք ասում են 300,000 ադրբեջանցի է հեսա բերելու։ Եվ երեք նայում եմ, ուրեմն մի հատ ռոլիկ են նկարել, որը ժողովուրդ հլա ուշադիր լսեք, մի հատ ռոլիկ են նկարել, որը նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան։ Եվ այդ ռոլիկի վրա, ռեկլամի վրա 85,000 դոլար փող են դրել, 85,000 դոլար փող են դրել, որ այդ ռոլիկը Հայաստանում պտտվի եւ ձեր իրականությունից շեղի։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ թեմային եւ էլի ուզում եմ ասել հետեւյալը։ Իհարկե կան բարդ թեմաներ, խաղաղությունը հաստատված է, բայց Ադրբեջանի հետ մենք թեմաներ ունենք, որ դեռ պետք է այդ թեմաները լուծենք։ Եվ այդ ուզում եմ ասեմ, մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ շատ բաներ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կա, դա հայելային է։ Մենք ենք խոսում վերադարձի մասին, իրանք են խոսում վերադարձի մասին։ Մենք ենք խոսում, չգիտեմ, մեր պատմական հողերի մասին, իրանք են խոսում իրանց պատմական հողերի մասին։